Մի փոքրիկ աղջիկ կար, կարմիր գլխարկ անունով, ով սիրում էր իր կարմիր գլխարկը, որը նրան իր տատիկն էր նվիրել։ Եկեք ծանոթանանք, սա կարմիր գլխարկն է։ Նա բարի ու գեղեցիկ աղջիկ էր։ Տատիկի նվիրած կարմիր գլխարկը նա այնքան էր սիրել, որ երբեք գլխից չէր հանում։ Ամեն առավոտ արթնանում էր, հագնում կարմիր գլխարկը եւ անցնում իր գործերին, խաղում իր ընկերների հետ։ Այն այնքան գեղեցիկ է։ Մի օր մայրիկը պատրաստեց թարմ կարկանդակներ եւ տվեց աղջկան, որպեսզի տանի տատիկին։ Նա զգուշորեն տեղավորեց կարկանդակները զամբյուղում եւ շատ կարեւոր խրատ տվեց կարմիր գլխարկին։ Սա տար տատիկիդ, բայց ճանապարհին ոչ մեկի հետ չխոսես։ Լավ մայրիկ, խոստանում եմ։ Դուրս գալուց առաջ մայրիկը եւս մեկ անգամ բացատրում է, թե ինչ վտանգներ կան դրսում եւ ճանապարհում կարմիր գլխարկին։ Կարմիր գլխարկը վերցրեց զամբյուղը ու ուրախությամբ դուրս եկավ արևոտ անտառի միջով։ Կարմիր գլխարկը շատ լավ տրամադրությամբ գնում էր անտառի միջով դեպի տատիկի տուն։ Մյուս կողմից գայլը լուռ հետևում էր նրան ծառերի արանքից։ Վերջապես գայլը որոշեց մոտենալ, լսենք ինչ է ասում։ Բարև փոքրիկ, ուր ես գնում այս գեղեցիկ օրով։ Գնում եմ տատիկիս մոտ, նրան ուտելիք եմ տանում։ Անցիր այս գեղեցիկ ճանապարհով, այնտեղ շատ ծաղիկներ կան։ Եվ ահա, խորամանկ գայլը արեց այն, ինչ ցանկանում էր։ Եվ կարմիր գլխարկը ճանապարհ ընկավ։ Իրականում նա գնում էր երկար ճանապարհով, քանի որ գայլը նրան խաբել էր, բայց այդ մասին նա չգիտեր։ Կարմիր գլխարկն այնքան բարի էր, նա կանգնում էր եւ խաղում կենդանիների հետ, սիրում սկյուրիկներին։ Մինչ կարմիր գլխարկը գնում էր երկար ճանապարհով, գայլն այդ ընթացքում գնում էր կարճ ճանապարհով, որպեսզի կարմիր գլխարկից շուտ հասնի տատիկի տուն։ Չար գայլի մտածածը ստացվեց, նա հասավ ավելի շուտ, քան կարմիր գլխարկը եւ թակեց դուռը։ Կարմիր գլխարկն եմ, քո թորնիկը։ Սկզբում գայլը խոսեց իր բնական ձայնով, սակայն հասկանալով, որ տատիկը կճանաչի իրեն, նա որոշեց խորամանկել եւ ձայնը փոխել։ Աղջիկն եմ, տատիկ։ Բացիր դուռը։ Ո՞վ է այնտեղ։ Ո՞վ է։ Եվ ահա, խորամանկ գայլը կարողացավ խաբել տատիկին, եւ նա բացեց դուռը։ Չար գայլը հասավ իր ուզածին եւ պառկեց տատիկի փոխարեն, որպեսզի խաբի նաեւ կարմիր գլխարկին։ Եվ ահա, կարմիր գլխարկը հասավ տատիկի տուն։ Նա տեսավ, որ դուռը բաց է եւ մի փոքր զարմացած մտավ ներս։ Կարմիր գլխարկը տեսնելով տատիկին, մի փոքր շփոթվեց ու հարցրեց. Այս ինչ մեծ աչքեր ունես։ Որ քեզ լավ տեսնեմ։ Իսկ ինչ մեծ ականջներ ունես։ Մա, որ քեզ լավ լսեմ։ Եվ կարմիր գլխարկը մի քիչ շփոթված հարցնում է. Այդ ինչ մեծ ատամներ ունես։ Եվ գայլը արդեն որոշում է ցույց տալ, թե ինքը ով է, եւ պատասխանում է, որ քեզ լավ ուտեմ։ Հենց այս պահին անտառով անցնում էր բարի որսորդը, նա ինչ-որ ձայն լսեց։ Միանգամից հասկանալով, թե ինչ է կատարվում, շտապեց օգնության։ Հիմա կմտածեք, իսկ գայլը ինչ էր անում։ Գայլը նստել ու պարծենում էր իր հաջողություններով, որ կարողացավ այդքան մարդու խաբել։ Բայց նրա բախտը չբերեց, բարի որսորդը ներս մտավ եւ փրկեց տատիկին ու կարմիր գլխարկին։ Մեծ շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Դե ինչ։ Ես գնամ։ Տատիկն ու կարմիր գլխարկը այլևս փրկված էին։
Նրանք շատ ուրախ էին, որ բարի որսորդը անցնում էր այդ տարածքով եւ օգնեց իրենց։ Գայլը այլևս անտառում չէր եւ կարմիր գլխարկը կարող էր հանգիստ վերադառնալ տուն, անտառն այլևս ապահով էր։ Հիմա եկեք լսենք, թե ինչ խորհուրդներ է տալիս կարմիր գլխարկը մեզ։ Հարգելիներս, հիշեք, երբեք չպետք է խոսել անծանոթների հետ։ Եղեք զգույշ։ Եթե անծանոթ մարդիկ փորձեն քեզ հետ խոսել, միշտ լսիր ծնողներիդ եւ փոխիր ճանապարհդ անվտանգ։ Սա ընդհանրապես հեքիաթ է, ինձնից վախենալ պետք չէ, չարը միշտ պատժվում է վերջում։ Դե ինչ, հաջողություն մաղթենք կարմիր գլխարկին եւ գնանք դիտելու մեր մյուս հեքիաթները։ Հաջորդը լինելու է ճպուրն ու մրջյունը։ Մի փոքրիկ ճպուր կար, նա շատ ուրախ էր եւ ամբողջ ամառը անցկացնում էր երգելով, տրչելով ու խաղալով։ Նա չէր մտածում ապագայի մասին եւ ոչ մի աշխատանք չէր անում։ Ամառ է, արև է, կյանքը շատ սիրուն է։ Ամառը շատ գեղեցիկ էր, արևը փայլում էր, դաշտերում ծաղիկներ կային եւ ամեն տեղ լի էր ուտելիքով։ Ճպուրը ամեն օր ասում էր՝ վաղը կմտածեմ, հիմա երգեմ։ Իսկ հիմա եկեք ծանոթանանք աշխատասեր մրջյունի հետ։ Մեր մրջյունը շատ աշխատասեր էր, նա ամբողջ ամառ աշխատում էր, ուներ տաք տուն եւ ուտելիք։ Եկեք մի փոքր հետևենք, թե ինչ աշխատանքներ է անում աշխատասեր մրջյունը։ Մի օր ճպուրը որոշում է փոքրիկ խորհուրդ տալ մրջյունին։ Լսենք ինչ է պատասխանում։ Արի, մի քիչ հանգստացիր։ Ինչու ես այսքան աշխատում։ Ձմեռը հեռու չէ։ Պետք է պատրաստվել։ Դու էլ գնա աշխատիր, որ ձմեռը մնալու տեղ ունենաս։ Հա, հետո կմտածեմ։ Եվ ահա, ճպուրը շարունակում է իր անհոգ կյանքը։ Եվ ահա, ամառը կամաց-կամաց վերափոխվում է աշնան։ Տեսնենք, թե ինչ է լինելու մեր անաշխատասեր ճպուրի հետ, ով չունի ոչ տուն, ոչ ուտելիք։ Եվ ահա, մեր ճպուրը սկսում է զգալ ձմռան շունչը։ Ողջ անտառը ծածկվում է ձյան ճերմակ շերտով, սկսվում է սաստիկ ցուրտ։ Ճպուրը հասկանում է, որ ինքը ոչինչ չունի, ոչ ուտելիք, ոչ էլ տաք տեղ։ Շատ ցուրտ է։ Ու այնքան սոված եմ։ Այդ ընթացքում մրջյունը դասավորում էր իր տունը։ Նա ուներ ամեն ինչ տաքուկ ձմեռն անցկացնելու համար։ Վախեցած եւ թողալով նա գնաց մրջյունի մոտ օգնություն խնդրելու։ Խնդրում եմ, օգնիր ինձ, ես կսառեմ դրսում։ Ինչ է իրանում ամբողջ ամառ։ Ես երգում եի ամբողջ ամառ։ Մրջյունն էլ պատասխանում է. ամբողջ ամառ երգել ես, հիմա էլ կարող ես պարել։ Աթաբեկ Խնկոյանի տարբերակում հեքիաթը հենց այսպես ավարտվում է, որպեսզի փոքրիկները հասկանան, որ պետք է աշխատել ինչ-որ բան ունենալու համար, եւ եթե չես անում, դրանից պետք է դաս քաղել։ Բայց մեր հեքիաթը այսպես չի ավարտվի։ Եկեք մենք հեքիաթն ավարտենք այնպես, որ մրջյունը շանս է տալիս ճպուրին։
Միայն պայմանով։ Այս անգամ կօգնեմ քեզ, բայց միայն մի պայմանով։ Հաջորդ ամառ պիտի աշխատես, ոչ թե միայն երգես։ Խոստանում եմ, կաշխատեմ։ Եվ ահա, մրջյունը հավատալով ջբուրի խոսքին, շանս է տալիս նրան եւ տանում իր տաքուկ տունը։ Դե ինչ, հիմա եկեք լսենք աշխատասեր մրջյունի խորհուրդները։ Նրա խորհուրդները պետք է լսել, որպեսզի առանց տաքուկ անկյուն չմնանք։ Իրական հեքիաթում մենք շանս չենք տալիս անաշխատասեր ճպուրին, բայց այսօր մենք կտանք նրան հնարավորություն, որպեսզի ամառը նա իր սխալը ուղղի։ Իսկ հիմա լսենք ճպուրին։ Նա լիքը դաս է քաղել այս պատմությունից, տեսնենք թե ինչ կասի։ Երեխաներ, այս հեքիաթը մեզ սովորեցնում է, որ պետք է աշխատել, որպեսզի ունենաս այն ամենը, ինչ պետք է ապրելու համար։ Խոր անտառում մի այծ էր ապրում։ Նա ուներ մի փոքրիկ, սիրուն, սև ուլիկ։ Հեքիաթը ուլիկի մասին է, իսկ հիմա եկեք ծանոթանանք նրա հետ։ Դե ինչ, հիմա եկեք ծանոթանանք։ Հիմա եկեք մի փոքր պատմեմ ուլիկի եւ իր մայրիկի մասին։ Նրանք շատ կապված էին իրար հետ։ Մեր սևուկ ուլիկը ուներ շատ բարի բնավորություն։ Նա սիրում էր իր ընկեր կենդանիներին, սիրում էր բնությունը, ամեն օր հոտ էր քաշում իրենց բակի ծաղիկներից։ Բալիկս, ես գնում եմ սար, դուռը ոչ մեկի առաջ չբացես։ Մա, Նսեցիր ինձ։ մա, Օտարներից պաշտպանվելու համար սևուկ ուլիկն ու մայրիկը ունեին մի շատ հետաքրքիր սովորություն։ Հիմա ներկայացնենք, թե ինչ է դա։ Ամեն օր այծը ուլիկին թողնում էր տանը եւ գնում էր սար արածելու։ Երբ երեկոյան վերադառնում էր, դուռը թակում էր ու քաղցր ձայնով ասում. «Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար։ Դռնակը բաց, ներս կամ ես, համով կաթ տամ քեզ»։ Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել։ Ուլիկը ճանաչում էր մոր ձայնը, արագ վազում էր ու դուռը բացում։ Մայրն էլ նրան տալիս էր կաթը։ Մի օր այս ամենը տեսնում է խորամանկ գայլը։ Գայլը հասկանում է, որ ինքն էլ կարող է փորձել խոսել ուլիկ մայրիկի ձայնով եւ խաբել փոքրիկին։ Հիմա տեսնենք, թե ինչ է նա մտածում։ Դե ինչ երեխաներ, գնամ ու փորձեմ խաբել ուլիկին։ Որոշում է իր պլանն անմիջապես իրագործել։ Մոտենում է ուլիկների տանը եւ ասում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Որքան էլ որ գայլը փորձում է ձայնը բարակեցնել, ուլիկը միևնույն է հասկանում է, որ դա գայլն է։ Սևուկ ուլիկը սկսում է անհանգստացած այս ու այն կողմանել։ Որոշում է հավաքել իր ողջ խիզախությունը, գնալ դռան մոտ եւ առանց դուռը բացելու գայլին զգուշացնել, որպեսզի հեռանա։ Դու իմ մայրիկը չես, ես դուռը չեմ բացի, գնա։ Գայլը բարկանում է, հասկանում է, որ իր խորամանկ պլանը ուղղակի չաշխատեց։ Ուլիկը հասկանալով, որ գայլը հեռացավ, հանգիստ շունչ է քաշում։ Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար,
կաթ եմ բերել քեզ համար։ Ուլիկը շտապելով սկսում է մայրիկին պատմել այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Սա շատ կարևոր է երեխաներ։ Պետք է ծնողներին պատմել այն ամենը, ինչը անհանգստացնում է ձեզ։ Մայրիկ, գայլ էր եկել, ուզում էր դուռը բացեմ։ Բա։ Մայրիկը անհանգստացած լսում է ողջ պատմությունը եւ ասում Ուլիկին. Շատ լավ ես արել։ Անծանոթների առաջ դուռը բացել չի կարելի։ Հիմա եկեք լսենք խիզախ Ուլիկի խորհուրդները։ Սիրելի փոքրիկներ, պետք է հիշեք, որ անծանոթների առաջ դուռը չի կարելի բացել, եւ իհարկե պետք է լինել խիզախ։ Միշտ լսիր ծնողներիդ։ Նրանք ամեն բան անում են քո անվտանգության համար։ Ինչ կասեք, գայլին էլ խոսք տանք, չէ՞։ Լսենք, թե ինքն ինչ է ասում։ Այս անգամ էլ չստացվեց Ուլիկին ուտել։ Կատակում եմ փոքրիկներ։ Սա ընդամենը հեքիաթ է, հանկարծ չվախենաք։ Այսօր ես ձեզ կպատմեմ մի աղջկա մասին, ով շատ նման էր Անբան հորին։ Եկեք այս աղջկա անունն էլ դնենք Անբան հորին։ Մի փոքրիկ գյուղում ապրում էր Հուրի անունով մի աղջիկ։ Նա շատ անբան էր, ամբողջ օրը պարկում էր, ուտում, քնում ու երբեք չէր ուզում աշխատել։ Նրա մայրը միշտ փորձում էր նրան սովորեցնել գործ անել, բայց Հուրին ամեն անգամ արդարացումներ էր գտնում։ Երբ մայրը խնդրում էր ջուր բերել, նա ասում էր, թե հոգնել է։ Երբ ասում էր տունը հավաքի, Հուրին պարզապես շրջվում էր մյուս կողմ ու ձևացնում, թե չի լսում։ Մի օր մայրը նրան ուղարկեց ջաղաց, ցորենը աղալու։ Հուրին դժկամությամբ վերցրեց պարկը եւ դանդաղ ճանապարհ ընկավ։ Ճանապարհին նա մի քանի անգամ նստեց հանգստանալու, հետո էլ հասնելով ջաղաց, անմիջապես պարկեց ու քնեց։ Քանի որ Հուրին սովորաբար չի աշխատել, այս աշխատանքը նրա համար իսկական դժբախտություն էր։ Նա շատ հոգնած էր։ Նստել ու բողոքում էր ամեն ինչից, ցորենի ծանրությունից, ճանապարհի երկարությունից, ամեն ինչից, ինչից հնարավոր է։ Մինչ նա քնած էր, անցնող մարդիկ վերցրին նրա պարկը ու տարան։ Հուրին ոչինչ չզգաց։ Երբ արթնացավ, տեսավ, որ պարկը չկա, բայց դա էլ նրան շատ չանհանգստացրեց։ Նա դատարկաձեռն վերադարձավ տուն, ամբողջ ճանապարհին մտածելով, թե ինչ պետք է ասի մայրիկին։ Մայրը շատ բարկացավ, իսկ Հուրին նորից արդարացումներ գտավ ու վերջում կրկին պարկեց քնելու։ Եվ այդպես Հուրին մնաց նույն անբանը, որը չէր աշխատում։ Գիտեք այս հեքիաթը ինչ է սովորեցնում։ Սովորեցնում է, որ ծուլությունը բերում է կորուստների, իսկ աշխատասիրությունը ձեզ կբերի հաջողության։